Սիրելիներս ողջույն հարազատներս, բարի լույս աշխարհով շփրված իմ հայ ժողովուրդ, ինչպես եք, այստեղ թարխուն եմ չորացնում, քանի որ օգտագործում եմ, գիտեք, ձեզ էլ խորհուրդ կտամ չորացրեք, ինչպես եք, հուսով եմ լավ եք, ես նույնպես լավ եմ սիրելիներս, ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, չենք մոռանում բաժանորդագրվել էջին, սեղ մեր զանգակը կոճակը և մի հավեսով գրառում անել, այստեղ ինձ մոտ տեսնում եք սունկի պոչիկներն են, ես մաքրել եմ և մի 5 րոպե ավել մնացել է դրա համար այսենց գույնը փոխվել է, ինչ եմ անում, մեջ տեղից կիսում եմ ու այսպես կտրտում եմ, համ ձեր հետ զրուցեմ սիրելի հետևորդներ ջան, համ էլ կտրտեմ, սունկը փորձել եմ այրոգրիլով, ստացվել է շատ ընտիր, շատ լավ, շատ յուրահատուկ, ամեն դեպքում ինձ դուր է եկել, տապակի մեջ լցրել եմ կարագ, դրել եմ մի կտոր կարագ, իհարկե դա քիչ է, քանի որ քաշովի եմ եփելու, բայց այս անգամ սիրելիներ ջան, մի քիչ այլ տարբերակով եմ ուզում եփեմ և անկեղծ ձեր հետ կիսվեմ, տեսնեմ համեղ է ստացվում, լավ է ստացվում, թե ոչ, քանի որ մենք սովոր ենք, չէ, որ սունկը սոխարեցով առանձին պատրաստենք ու մատուցենք փլավի հետ, ես այս անգամ ուզում եմ իմպրովիզ անեմ, փոփոխություն անեմ ու տեսնեմ ստացվելու է թե ոչ, ինչ էլ լինի, ոնց էլ լինի, ես ձեր հետ անկեղծորեն կկիսվեմ, վերցրել եմ նաև լավ որակի հաճարով ծավարի հատիկներ, այլ չասեմ, ինչքան օգտակար է առողջ սննդակարգում հատիկեղենի, ընդեղեն, հատիկեղեն, լոբազգիներ, դրանց օգտագործումը շատ մեծ դեր ու նշանակություն ունի մեր օրգանիզմի համար, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ դուք էլ օգտագործեք մի քիչ ավելի շատ, ես օրինակ սկսել եմ օգտագործել ավելի շատ, այստեղ սիրելիներ ջան ունեմ այսպիսի մեծ գլուխ սող ու իրանել եմ, այսպես ոչ շատ մանր, ոչ շատ խոշոր, այս ձևով կտրտելու եմ սիրելիներ ջան, մի անգամից հեշտ, հարմար ու հաճելի ձևով մտածում եմ համեղ է լինելու, ինչ էլ լինի, ոնց էլ լինի, կարծիքս պարտադիր ձեր հետ կկիսեմ, ահա, սա էլ սոխն եմ ավելացրել, սա կդնեմ գազօջախին, այստեղ ունեմ հաճարի ծավար, մաքրել եմ, բայց չեմ լվացել, լվանամ ու տեղափոխվենք գազօջախի մոտ, այստեղ արդեն սիրելիներ ջան, տեղափոխվել եմ գազօջախի մոտ, սունկի սոխարածը սկսում եմ մի անգամից տապակել, չեմ ուզում, որ ինքը շատ այսպես ոսկեգունի, բայց չեմ էլ ուզում, որ հում մնա, այսպես ասած, մի 5 րոպե ու ավել արդեն իսկ տապակվում է, զգում եմ, որ լավ թուլացել է, և սոխը, և սունկը, իհարկե կարագին ավելացրել եմ նաև բուսայու, սիրելիներս, ու ինչքան ուզում եմ, ասենք առատ, բայց այդ առատի մեջ էլ կա, չէ, չափ ու սահման, դրա համար մարդիկ կլինեն, որ միգուցե կսկսեն քննադատել, կասեն, որ քիչ է,
Բայց թե շատ էսպես յուղոպնել, եթե անկեղծ ես չեմ սիրում։ Իմ համար նույնիսկ սա է մի քիչ ավել։ Բայց թե հաճարով քաշովին միշտ էլ գիտենք, որ առատ յուղ է պահանջում։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ավելացնում եմ հաճարի ճավարը։ Իրան էսպես ուզում եմ խառնեմ, ոչ թե շեշտով երբի, այլև այ հենց այն խառնած վիճակով։ Սիրելիներ ջան, քանի որ եթելու ընթացքում էլ չեմ ուզում խառնեմ, իմաստը չկա։ Այստեղ արդեն իսկ ունեմ չափած ջուր, մեկը 2.5-ի հարաբերությունով, մի բաժակ հաճարին, 2.5 բաժակ ջուր։ Սիրելի հետևորդներ ջան։ Այ այսպես։ Մի հատ էլ աղ կլցնեմ, կափարիչը կդնեմ։ Սա աղն էլ ավելացնենք ու կսպասենք, որ մարմանդ կրակին ինքը եփվի։ Գիտեք, որ սիրում եմ ձեռքով ավելացնեմ աղը։ Սպասենք եփվի։ Ահա, սիրելիներ ջան, բավականին ժամանակ է անցել ու եկեք միասին տեսնենք պատրաստ է մեր ճաշը թե ոչ։ Տեսեք ինչքան հատ ընտիր, լավ ստացվել ու այո, ինչու չէ, նախընտրելի է նաև հենց այս տարբերակը։ Ճիշտ է, մենք տարիներ ի վեր սովորենք, որ նա առանձին եփենք, սունկը առանձին սոխառածով, բայց այստեղ են չէ ասում, փորձը փորձանք չի բերում և ինչ ասեմ սիրելիներս, մնում ասենք մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում, իսկ մենք արդեն իսկ կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսով։ Ես սիրում եմ այսպես եփվել եռալուց հետո, սիրելի հետևորդներ ջան, իրան այսպես փակում եմ, անջատում, մի 5 րոպե գոնե թողում եմ և նոր մատուցում։ Փորձեք նաև այդ տարբերակով, կտեսնեք, որ այդպես ավելի յուրահատուկ է ստացվում։